There's a lot of blood. Կմիանաք մեզ։ Ձեզ մենք ամեն 5 շաբթի սպանությունների ակումբն ենք։ Բարի գալուստ, սպանությունների ակումբ ամեն 5 շաբթի, 4 անհավանական ընկերներ եւ նոր սահմռկեցուցիչ սպանություն։ Victim appears to have been bludgeoned to death. Now we've got real cases. Ադամանդների գողություն, դաժան մաֆիոզ, դիակներն անընդհատ ավելանում են, վտանգը մեծանում է։ Էլիզաբեթը սկսում է հետաքննություն, նրան միանում են Ջոյսը, Իբրահիմն ու Ռոնը։ Տարեցների խումբը սկսում է անողոք մարդասպանի փնտրտուքը։ Թոշակառուների հակառակորդը սակայն այս անգամ անգութ է ու 4-ին էլ առանց երկմտելու կսպանի։ Մենք բոլորս կասկածյալներ ենք։ Հումորային, զավեշտալի ու հնարամիտ թոշակառուների քառյակը վերադառնում է նոր քրեական պատմությամբ ու նոր բացահայտմամբ։ Մի արթնացրեք մեռածներին։ Համաշխարհային բեսթսելլեր Սպանությունների ակումբ ամեն 5 շաբթի, շարքի երկրորդ գիրքը, Ռիչարդ Օսման, գրքի գլխավոր գործընկեր Բուկինիստ։ Կարծում եմ բավականաչափ հետաքրքիր է լինելու, իսկ մենք շատ հետաքրքիր քննարկում ունենք։ Մենք վերադարձանք այստեղ մեր տաղավար եւ դիտեցինք Նյումեկ հրատարակության նոր գրքի Ռիչարդ Օսմանի Սպանությունների ակումբ ամեն 5 շաբթի շարքի երկրորդ թրեյլերը, որը կոչվում է Մարդը, որը նորից էր մահացել։ Եվ գրքի մասին զրուցելու են գրքի գլխավոր գործընկեր, Բուկինիստ ընկերության կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանի եւ Newmek Signature Club-ի պատասխանատու Արա Սահակյանի հետ։ Բարի առավոտ։ Շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, վստահաբար, որովհետեւ արդեն շատ հետաքրքիր գրքի երկրորդ մասին ենք խոսելու։ Առանց փոյլ անելու, առանց շատ փակագծեր բացելու, խնդրում եմ ասեք, ինչ նոր զարգացումներ են ունենում եւ ինչ նոր ավելացումներ կա առաջին գրքի համեմատ։ Սկսենք նրանից, որ Օսմանի դետեկտիվը ես համարում եմ մի քիչ դեպի դասական դետեկտիվ գնացող ժանրի, այսինքն ինքը փորձել է ինչ-որ ձևով դեպի Ագաթա Քրիստիի հետ ոչի մեջ գրել, ու առաջին գրքից ինքը նրանով է տարբերվում, որ առաջի գրքում հերոսները իրենց գործունեությունը տեղի է ունենում հենց տվյալ փոքրիկ քաղաքում ու իսկ երկրորդ գրքում արդեն ընդլայնվում է այդ պատմությունը, արդեն մեծ Բրիտանիայի ոնց որ սահմանից դուրս է գալիս։ Այստեղ շատ կարևոր է նաև հերոսների անձնական կյանքը, որ Օսմանը փոխանցել է նրանց հարաբերությունները, նրանց ապրումները, դա շատ կարևոր է, այսինքն երբ որ դու գիրքը կարդում ես, դու միայն որպես դետեկտիվ չես դա անցալում, այլ ամեն մի հերոսի հետ ապրում ես իր ստացումները։ Հեղինե, Բուկինիստը եւ Նյումեգը արդեն բավական երկար ժամանակ են համագործակցում եւ դետեկտիվ բեսթսելլերների շուրջ է կարելի ասել ձեր համագործակցությունը, իսկ ինչու եք ընտրել հենց այս ժանրը։ Այս ֆորմատի համագործակցությունում ունենք տարբեր ժանրերի գրքեր, սկսել ենք գեղարվեստականից, արել ենք non-fiction գիրք, այս անգամ առաջարկը եղավ դետեկտիվի, ինչու ոչ, եթե խոսքը վերաբերվում է Օսմանին, ում առաջին գիրքը արդեն իսկ հաջողությամբ հրատարակվել եւ վաճառվել է, կարելի է եւ ինչու հայ ընթերցողը չունենա երկրորդ մասը, այսքան սպասված գրքի, որոշեցինք ընդունել առաջարկը, հովանավորել եւ հայ ընթերցողին պարգևել եւս մեկ նոր որակյալ գործ։ Հետաքրքիր է ինչ արձագանքներ են եղել ընթերցողների կողմից հենց առաջին գրքի վերաբերյալ։ Առաջին գրքի վերաբերյալ ընթերցողների կարծիքները շատ դրական են եղել ու ողջավորվածությունը շատ մեծ է եղել, որովհետեւ ինքը հետաքրքիր միջավայր է ստեղծել Օսմանը ու եթե գիրքը կարդացել եք կամ ծանոթ եք, ապա հերոսները իրենք բոլորը լավ թոշակառուներ են, այսպես ասած, ու լավ պաշտոն կարիերա են ունեցել, ովքեր հասել են ինչ-որ կետի ու իրենց կյանքը միապաղաղ է դարձել։ Ու այդ բոլորին համախմբում է հետաքննությունն ու հետաքրքրասիրությունը այդ ամեն ինչը բացահայտելու։ Այսինքն այդ մարդիկ փորձում են իրենց կյանքը ավելի հետաքրքիր դարձնել, գտնում են ընդհանուր մի հատ հետաքրքիր բան, որով պետք է զբաղվեն ու բոլորով լցվում են այդ գործին։ Ու շատ կարևոր է, որ իրենք ունենալով լավ մասնագիտություններ նախկինում, հա դրանք կարողանում են մինչև հիմա կիրառել։ Օգտագործել իրենց կապերը, իրենց հետաքրքրասիրությունը բավարարելով, բայց նաև այո, իրանք անում են լավ գործ։ Եվ երկրորդ գիրքը, որ ասում եք ինչով է տարբերվում, ինքը եւ նոր հերոսներ կան, նոր կերպարներ կան եւ նույն տարիքային սանդղակի։ Ուրեմն ակումբի անդամները նույնն են, 4 մեծահասակներն են, ովքեր ակումբի հիմնադիրներն են եւ անում են բացահայտումները, բայց այստեղ արդեն միջազգային մասշտաբի հանցագործություն են բացահայտում, օգտագործելով նախկին կապերը։ Լավ, ըստ ձեզ ո՞րն է գրքի հաջողության գրավականը։ Կներես ես Օսմանի մասին երկու խոսք ասեմ։
ըստ ինձ, երբ որ լրագրողական ոլորտի հեղինակ է լինում, ինքը շատ ավելի լավ է գրում գիրքը, ավելի ֆիլմային, սցենարային է գրում գիրքը, այդ հետաքրքրությունը մեջը մտցնում է։ Հայ ընթերցողը իրականում Օսմանին ծանոթացավ ռուսերենի միջոցով, առաջինը մինչև հայերենը թարգմանվեց եւ Օսմանը այն չասեմ եզակի շատ են այդպիսի գրողները, բայց հենց դեբյուտային գործը դարձավ համաշխարհային բեսթսելեր։ Ինքը, եթե չեմ սխալվում, 40 մոտ 40 լեզվով թարգմանվել է Օսմանի առաջին գիրքը, այսինքն միանգամից լայն տարածում ունեցավ։ Իսկ Օսմանի առանձնահատկությունը այն է, որ գիրքը, որ կարդում ես, տպավորությունն է, ոչ թե դու դետեկտիվն ես կարդում, այլ այդ մարդկանց կյանքն է քեզ հետաքրքիր, հերոսների կերպարներն է քեզ հետաքրքիր, ոչ թե հենց բուն դետեկտիվը ինչ է լինում։ Օսմանի առանձնահատկությունը կարծում եմ դրանում է, եթե արան հավելելու բան։ Ես համաձայն եմ, ու համաձայն եմ նաև կավելացնեմ այն, որ Օսմանի գրքում շատ նուրբ թելով sense տարվում անգլիական հումոր է, որը շատ հետաքրքիր է, հա, իր մեջ կան ինտելեկտ եւ այլն այդ հումորը հասկանալու համար ու երբ որ կարդում ես այդ ամեն ինչը ճիշտ է դու սկսում ես հերոսների հետ ապրել դու գիրքը նայում ես ոչ թե որպես դետեկտիվ թե վայ սպանությունա տեղի ունեցել ու բարձենք թե ով է այդ հանցագործությունը կատարել այլ դու սկսում ես այդ հերոսների հետ ապրել իրենց հույզերը զգալ անդադ այդ ջթերթում ես տեսնես լավ է մյուս հերոսը նրա հետ ինչ հարաբերություններ ունեցավ ուստեղ շատ կարևոր է միշտ մարդիկ հարցում են արդյոք կապ ունի առաջի գիրքը երկրորդ գրքի հետ եթե նույն հեղինակից են լինում ես ցանկանում եմ նշել, որ մեր ընթերցասեր հասարակությունն իմանա, որ պատմությունները իրար հետ այդքան էլ կապված չեն, բայց հերոսների կյանքը իրար հետ կապված է, այսինքն ցանկալի է առաջի գիրքից տեղեկություն ունենալ, կարդալ, նոր անցնել երկրորդ գրքին, բայց եթե այդ հնարավորություն չկա, ապա երկրորդ գիրքը կարդալը ընդհանրապես չի խանգարում, որովհետև լրիվ այլ պատմություն է, թեկուզ մեջբերումներ կան առաջի գրքից, այսինքն իրավիճակների ներկայացում այդ ամեն ինչը ընկալելու, հասկանալու համար դա պետք է իմանալ։ Այո։ Ընդհանրապես դետեկտիվ ժանրը ամբողջ աշխարհում ամենասիրված եւ տարածված ժանրերից է, բայց հայերի համար չգիտեմ ինչու, ըստ ձեզ ինչքանով է այն սիրված, զարգացված, ընդհանրապես հայերը տեղով դետեկտիվ են։ Այո։ Այո, ժանրը սիրված է, տարածված է։ Ագաթա Քրիստիի վաճառքում այսպեսի մեկնաբանություն քեզնից, այս մեկնաբանությունը։ Բայց ըստ ձեզ ընթերցասեր հասարակության համար դետեկտիվը որքանով է տարածված։ Դետեկտիվները լայն տարածում ունեն, կարող են դրա մասին փաստել Ագաթա Քրիստիի վաճառքի թվերով, եւ որակյալ դետեկտիվը միշտ էլ գտնում է իր ընթերցողին։ Մեր հասարակությունն էլ հետ չի մնում ժամանակից, այսինքն համաշխարհային թրենդները նույնն են գրեթե բոլոր երկրների համար։ Այնպես որ ինքը ժանրը հետաքրքիր է, ընթերցվող է եւ դետեկտիվներին մենք մինչեւ Սարայի հետ էինք քննարկում դետեկտիվ թրիլեր կապը, որովհետեւ հիմա մի քիչ թրիլերը ավելի արագ զարգացող տեմպով է, այդ իսկ պատճառով մի քիչ ավելի հետաքրքրություն է մտցնում, չէ՞։ Այս հարցին կուզենայի մի հատ ուրիշ ձևով էլ պատասխանել։ Իմ կարծիքով դետեկտիվը խի է այդքան հետաքրքիր, որովհետև մեր փոքր ժամանակ, երբ որ սկսում են գիրք կարդալ, հա, սկսում են կարկածային գրականությունից կարդալ։ Ինչ որ բաներ բացահայտել, ինչ որ այդ հերոսների հետ ապրել, չգիտեմ, երեխաները սկսում են դակարկնորինակել փողոցում, բակերում, հա, գանձերի կղզին ցանկանում են որոնել գտնել դա ու այդ ամենը տանում է դեպի դետեկտիվ այսինքն փոքրուց առաջանում ինչ-որ չափով դեպի դետեկտիվ ու դետեկտիվը նաև թույլ է տալիս ուղեղդ մարզես հա կարդում ես անդադ մտածում ես ինքդ քո հետ կռիվ ես տալիս թե ինչ է կատարվելու փորձում ես գուշակել այդ ամենը հանգեցնում է նրան որ ինքնիստիկյան սեր է առաջանում դեպի այդ ժանրը թեկուզ մնացած ժանրերն էլ հայ ընթերցողի համար օտար չեն մնացած ժանրերում հայ ընթերցողը լավ ընթերցում է ոնց այդքան է տարբերությունը մեծ չի դետեկտիվ ու մնացած ժանրերի Արա դուք քննարկում եք ունեցել ակումբի անդամների հետ միասին եւ գրքի շնորհանդեսը կարելի ասել հենց տեղի ունեցել ակումբի անդամների շրջանակում սկզբից ինչպիսի արձագանքներ կան արդյոք հավանել են ինչ վերաբերմունք կա դեպի Ռիչարդ Օսման նո քննարկումը ինքը մենք շնորհանդեսն ենք արել Signature Club-ի անդամներով մենք փորձել ենք ստեղծել ինչպես արդեն նշել եմ առաջի բանում սպանությունների ակումբը հենց իրանք ակումբականներ են, չէ, այսպես ասած ճակերտավոր, ովքեր հավաքվել են ու որոշում են թե ով է մարդասպանը։ Մենք փորձել ենք նույն մոտիվներով ստանալ ու ակումբականներով գրքի շնորհանդեսը կազմակերպել։ Ոգևորվածությունը շատ մեծ է եղել ակումբականների մոտ, ու մեր մոտ էլ դա ոնց որ փորձ է եղել, առաջին փորձից մեկն է եղել, երբ որ ակումբականներով շնորհանդես կազմակերպենք ու ակումբականները ներկայացնեն գիրքը, որը իմ կարծիքով շատ հաջողված է եղել ու ըստ երևույթին պարբերաբար
նմանատիպ շնորհանդեսներ կունենանք, փորձարկումներ կունենանք, այո։ Ինչ շատ հետաքրքիր է, քանի անդամ ունեք ակումբում այս պահին։ Այս պահին մոտ 130 հոգի։ Օ, հրաշալի Դա թիվ։ բավականին, այո, զարգացված թիվ է, այո։ Եվ այո, որովհետև ես շատ եմ լսում հատկապես ավելի պատկառելի տարիքի մարդկանցից, որ երիտասարդները չեն ընթերցում։ Ես լրիվ հակառակը կասեի իրականում, չէ, երիտասարդները ավելի շատ են ընթերցում, քան ձեր տարիքային խումբը, որովհետև երիտասարդների հետաքրքրասիրություններն ու մոտեցումները, հա, դեպի կրթությունը լրիվ այլ են։ Գիտեք, միգուցե սա նաև որոշակի առումով մոտեցում է, այսինքն երիտասարդին ավելի հետաքրքիր է իր ժամանակակից միգուցե աշխարհին ավելի բնորոշ, այսինքն գրականությունը, որը որ իր ժամանակներին ավելի մոտ է, քան օրինակ դասական գրականությունը։ Միգուցե սա զուտ կարծիք է, ես ինքս օրինակ շատ դասականի սիրահար եմ նաև, բայց ինչու՞ է նաև ժամանակակից է։ Ուղղակի միգուցե այս մոտեցումը, որ գալիս է այդ պատկառելի տարիքի մարդկանց կողմից, որ միգուցե երիտասարդները ընթերցասեր չեն եւ այլ, սա գալիս է իրենց այսինքն տարիքային, այո, դասական միգուցե։ Բայց ամեն դեպքում նաև չպետք է մոռանալ բուկինիստի ու նյումերկի կրկին համագործակցության մասին, որը որ դետեկտիվի մասին, ինչպես ասացինք, այսինքն ձեր համագործակցությունները ավելի դետեկտիվի շուրջ են, բայց կան նաև այլ ժանրեր, որոնք որ դուք թարգմանում եք միգուցե եւ հրատարակում եք միասին եւ ինչ ժանրեր են նաև նախընտրում ընթերցասերները, բացի դետեկտիվից։ Համատեղ հրատարակությունները մեր ու նյումեգի քիչ են, 5-րդ գիրքն է, եթե չեմ սխալվում, ունեցել ենք գեղարվեստական, ոչ գեղարվեստական, հիմա դետեկտիվ, բայց բնականաբար Հայաստանում հրատարակվում, թարգմանվում են գրքեր եւ գեղարվեստական ոճի, եւ մոտիվացիոն գրականություն, եւ թրիլերներ, եւ ժամանակակից դրսի գրողներ հրատարակվում են, հայ ժամանակակից գրողներ, ճիշտ եք նկատում, թեմաները պիտի արդիական լինեն, որպեսզի ժամանակակից երիտասարդությանն էլ հետաքրքրեն, ավելի դանդաղ ու բան գրված տեմպերով սյուժեները հիմա ավելի բարդ են ընթերցվում, բայց ամեն դեպքում դասականի հանդեպ էլ հետաքրքրությունը կա եւ կա նաեւ չասեմ տենդենց, բայց նաեւ հայ հրատարակիչները թարգմանում են նույն դասականներին արդեն բնագրերից։ Եթե մենք ունեցել ենք գործեր, որոնք սովետական ժամանակաշրջանում միջնորդ լեզվից ու հիմնականում ռուսերենից են թարգմանված եղել, հիմա թարգմանությունները կատարվում են բնագրից եւ տեքստը դրանից չի տուժում, հակառակը շահում է, այսինքն բոլոր երանգները պահպանվում են, բերվում է ավելի ճիշտ տեսքով տեքստը եւ բնականաբար նույն դասական գործը հիմա էլի հաջողություն ունի եւ էլի վաճառվում։ Այո, եւ ուրախալի փաստ է, որ բնագրից է թարգմանվում, եւ մենք այլևս ունենք շատ լավ թարգմանված տեքստ, որը շատ մոտ է բնագրին։ Այո, մեր Summerfest-ին մենք առաջին անգամ բնագրից թարգմանեցինք եւ հրատարակեցինք Ձյումայի 3 հրացանակները, ու շատ մեծ արձագանք ստացավ իհարկե, դա շատ ոգևորող է, այսինքն մարդիկ ձգտում են դասականել են կարդում։ Կներես հենց 3 հրացանակիրներից օրինակ բերեմ, որ թարգմանիչը հայտնաբերեց, որ այնտեղ դրվագ կա, որ հայկական ազգանունի անդրադարձի դրվագ կա, որը ուղակի սովետական հրատարակությունում հանված է եղել, չի եղել։ Այսինքն բնագրից թարգմանությունը ունի այդ առավելությունները։ Եվ այսօր իրականում հայ ընթերցողը ունի շատ լայն տեսականի ընթերցելու եւ որակյալ գրականություն։ Այո, ես համաձայն եմ ձեզ հետ միանշանակ։ Լավ, եթե որպես զրույցի ամփոփում կազմակերպենք, ինչու պիտի ընթերցողը կարդա Ռիչարդ Օսման եւ հենց ինչու պիտի ընտրի այս ստեղծագործությունը։ Եթե սիրում են անգլերական հումոր, սիրում են բացահայտումներ, որոնք կապված են նաեւ հերոսների կյանքի հետ, այսինքն լոկ ոչ միայն սպանություններ եւ այլն կամ չգիտեմ հանցագործություններ, ապա իհարկե արժի կարդալ Օսման, ինքը նաեւ հանգստացնում է, այսինքն կան դետեկտիվի օրինակ ժանրեր, որտեղ սպանություն ներկայացված ավելի մանրամասն, օրինակ արյունոտ սպանությունները շատ են լինում, դա օրինակ Գրանժեի գրքերում շատ լավ հետամտեսաններ նկարագրված, կա հոգեբանական օրինակ Ցիլիայի գրքերում, ու կա Օսման, որը խոսում է հանցագործության մասին, բայց երբ որ դու կարդում ես, դու դրանից ասարսուր վիճակում չես հայտնում, չես վախենում այդ հանցագործությունից։ Հետևաբար ես կառաջարկեմ Օսման անպայման կարդալ ու շատ հետաքրքիր լինի, երբ որ դա կարդան տարիքով նաև հերոսներին տարիքներին համապատասխանող, ինչ որտեղ իրենց փորձեն նաև այդ հերոսների կերպարներում։ Շատ հետաքրքիր։ Քանի որ ես ցույց է տալիս, որ տարիքը կապ չունի, դու կարող ես լինել թոշակառու
ֆիզիկապես լավ պատրաստվածություն չունենաս արդեն այդ տարիքում, բայց քո փորձը, կենսակերպը թույլ տա ավելին անելու եւ կյանքը չի ավարտվում 60-ից հետո բնավ։ Եվ քո միտքը այնպես աշխատի, ինչպես երիտասարդին չի աշխատում։ Ձեզ շնորհակալություն։ Շատ հետաքրքիր է, մենք ամեն անգամ զարմանում ենք, ոնց կարելի է այսպես հետաքրքիր ներկայացնել գրքերը, որպեսզի ընթերցողները էլ ավելի շատանան, մենք ձեզ մաղթում ենք։ Բացել լայն հնարավորություններ ավելի եւ բնագրին ծանոթանալու ինչու ոչ կարելի ասել։ Մենք ուզում ենք, որ ակումբի անդամները էլ ավելի շատանան, քառապատկվեն, հանգապատկվեն, թող շատ շատանան գրքասերները եւ անդամները, իսկ ձեզ մաղթում ենք, որ դուք մեկի հետ ավելի հաճախ ունենաք համագործակցություններ։ Շնորհակալություն։ Դա նպաստ է բոլոր ընթերցասերներին։ Այո, կարճացեք գրքեր։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն, մենք զրուցում ենք նաև Newmek հրատարակչության Signature գրական ակումբի պատասխանատու Արա Սահակյանի եւ բուկինիստի կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանի հետ։ Բուկինիստը Ռիչարդ Օսմանի «Մարդը», որը նորից էր մահացել, գրքի գլխավոր գործընկերն է։ Այս գիրքը Օսմանի հայտնի սպանությունների ակումբը ամեն 5 շաբթի շարքի երկրորդ մասն է։ Գիրքը կարող եք գնել գրախանութներից, նաև Թումանյան 35 հասցեում գտնվող G-Space-ում գտնվող Newmek-ի book սալոնից։ Կարող եք պատվիրել նաև newmek.am կայքից։ Ձեռք բերեք, ընթերցեք ու դուք էլ դարձեք դետեկտիվ ժանրի մասնակիցը։ Վստահ ենք, որ ամռան այս շոկ օրերին լավագույն զբաղմունքն է իհարկե ընթերցանությունը, այնպես որ վայելեք ամեն պահը, եւ ամառը, եւ ընթերցանությունը, ամեն ինչ կարելի է համատեղել։ Այո, եւ շատ հետաքրքիր գրքի մասին զրույցներից հետո կարճ շատ թեև դադար կլինի, հետո էլի թեմաներ ունենք, դեռ խոհանոցել պետք է գնանք, այնպես որ շարունակեք մնալ բարի լույսի հետ, կհանդիպենք փոքր գովազդային դադարից հետո։